Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթև Մարաքելյան, այսօր հյուրընկալել եմ բժիշկ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Տաթևիկ Խորհրդյանին, բարի գալուստ մեր տաղավար, նորից շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Մենք մեր բոլոր հաղորդումների ժամանակ բոլոր մասնագետների հետ ամենաառաջինը ուզում ենք հանրությանը հասցնել այն միտքը, որ ցանկացած դեպքում կանխարգելումը լավագույն եւ արդյունավետ բուժումն է, եւ որքան շուտ այնքան արդյունավետ, այնքան մատչելի, այնքան արագ եւ այնքան ավելի տեղին, հա։ Եվ այս համատեքստում արդեն կարծես թե բոլորի համար է հատուկ, որ կարելի է տարվա մեջ կամ ոչ թե կարելի է պարտադիր է տարվա մեջ որոշակի պարբերականությամբ, տարբեր խնդիրների, տարբեր օրգան համակարգերի դեպքում որոշակի հետազոտություններ անցնել, մասնավորապես որոշակի անալիզներ հանձնել, հա, լաբորատոր քննություններ հանձնել, որոնք որ միշտ չէ որ ճիշտ ենք կազմակերպում։ Այո, մենք լավ գիտենք, որ ցանկացած բուժման հիմնաքարը ախտորոշումն է, ճիշտ ախտորոշումն է, բայց միշտ չէ որ մենք կարողանում ենք սա գրագետ կազմակերպել։ Այս հաղորդման ընթացքում հենց այդ մասին ենք խոսելու, թե ինչպես պետք է պատրաստվել մինչև այս կամ այն հետազոտությունն անցնելը, երբ է ճիշտ եւ գրագետ հանձնել հորմոնալ անալիզներ, որ օրերին, ես գիտեմ, որ դրանք հատուկ օրեր ունեն, դրանք հատուկ պատրաստություններ ունեն, որպեսզի պատասխանը լինի ճշգրիտ եւ պատասխանը լինի իսկապես ուղղորդող։ Այո, շատ ճիշտ եք, կանխարգելիչ հետազոտությունները իրենք պարտադիր տարեկան բուժման մեջ են եւ եթե անձը կարողանում է դա կազմակերպել, իրականում թե ժամանակի, թե ֆինանսի առումով դա լինում է շատ ավելի շահավետ, ծախսը լինում է քիչ ֆինանսային տեսանկյունից, իսկ առողջության հանդեպ շահած այդ ժամանակը եւ խնդիրների բացակայությունը իհարկե անգին է։ Ինչ վերաբերվում է հետազոտությանը, այսօր մեր լաբորատոր ծառայությունը կարող է տրամադրել շատ մեծ արսենալ, շատ մեծ հնարավորություններ ունենք իրականում սովորական հետազոտություններից արյան ընդհանուր քննությունը բոլորին ծանոթ մինչև գենետիկ հետազոտությունները։ Իրականում շատ մեծ են հնարավորությունները։ Եվ որպեսզի հասկանանք ինչ հետազոտություն է անհրաժեշտ անձին կատարել, կին դա լինի տղամարդ տարիքային խումբը նկատի ունենալով, առաջնահերթ պետք է լինի խորհրդատվությունը։ Այսինքն նախ պետք է խոսել մասնագետի հետ, որպեսզի հասկանալ ինչ խնդիր ունենք եւ ինչ հետազոտություններ են անհրաժեշտ, որովհետեւ ցանկացած խնդիր, ցանկացած պաթոլոգիա, իսկ դա բժիշկը խոսելուց, անամնեզը հավաքելուց, գանգատները լսելուց արդեն իսկ կարողանում է կողմնորոշվել, այսինքն ունենալ նախնական ախտորոշում։ Այսինքն ոչ թե փաթեթով գնալ բժշկի մոտ, այլ առաջինը լինել բժշկի մոտ։ Միանշանակ դատը, որ երբ որ գալիս են փաթեթով, դու սկսում ես հերթով նայել եւ մեծ մասը հենց այդ սխալն է լինում։ Հիմնականում մոտեցումը քանի եկել եմ հանձնեմ եւ բոլորը հանձնենք, իսկ ոչ միշտ է որ պետք է մոտենում եւ ասում են դե հանձնեք լաբորատորիաներում։ Սկզբից պետք է լինի խորհրդատվությունը։ Մասնագետը խոսելիս արդեն հասկանում է ինչ խնդրի մասին է, կատարելով գործիքային հետազոտություն, իմ նեղ մասնագիտացված, եթե դիտարկենք ուլտրաձայնային հետազոտությունը, կոմպլեքս հետազոտության մեջ է մտնում, այսինքն խորհրդատվություն զննում, սոնոգրաֆիա ես ունենում եմ նախնական ախտորոշում։ Հիմնվելով անամնեզի վրա, գանգատների վրա արդեն իսկ կարող ենք հետազոտության պլանը կազմել, որովհետև դա շատ ինդիվիդուալ է։ Մի գանգատ, եթե կինը գալիս է օրինակ դաշտանային ցիկլի խախտումով, ես իրեն իհարկե մեկ պլան եմ տալիս հետազոտության, եւ եթե կինը գալիս է ունենալով արտադրություն արտաքին սեռական օրգաններից եւ չունենալով որևիցե խախտում սոնոգրաֆիկ իդեալական վիճակ նորմային համապատասխան տարիքային, իհարկե հետազոտությունների պլանը փոխվում է։ Էլի կան հետազոտություններ, որոնք նշանակվում են, բայց ծավալով իրանք բավականին մեծ շատ տարբեր են։ Իսկ լինում է, որ օրինակ կան ներողություն, բայց պետք չլինի որևէ այլ հետազոտություն։ Ընդհանրապես, այսինքն միայն անամնեզի հավաքելը, սոնոգրաֆիկ հետազոտությունը, համապատասխան քննությունը, նաև գործիքային քննությունը ամբողջությամբ տա պատկերը, այլ անհրաժեշտություն չլինի, օրինակ այլ կենսանյութերով հետազոտություններ։ Հնարավոր է։ Դա լինում է հիմնական երկու ծայրահեղ տարբերակներում։ Մի տարբերակը, երբ որ մարդը ունի ընդհանրապես գանգատ եւ ուղակի դիմում է հասկանալու համար, միգուցե կա թաքնված խնդիր։ Այդ դեպքում լինում են դեպքեր, երբ ասում ես 3-6 ամիս հետո նորից կարող եք մոտենալ, բայց այս պահին մենք խնդիր չունենք, այսինքն ցանկացած լաբորատոր հետազոտություն, այսը շատ կարևոր է, պետք է ունենա ցուցում։ Գոնե նախնական ունենալ ցուցում։ Կան նորաձևություններ ոչ, որովհետև շատ հետազոտություններ հետո մեկնաբանելու հետ խնդիր է լինում, եթե անձը հանձնում է, բերում է, ու դու սկսում ես մտածել, իսկ ինչի է հանձնել, եկեք սկսենք սկզբից։ Ոնց որ դա պետք է ունենա ցուցում։ Իհարկե չշփոթենք այս ամենը զուտ տարեկան բուժզնման հետ։
օրինակ նույն գլյուկոզան արյան մեջ, նույն խոլեստերինը, դա այդ ամենը կարող է եւ գանգատ չունենալ։ Խոսքը գնում է նեղ մասնագիտական հետազոտությունների, բոլորը հանձնել կամ խառը հանձնել անկախ օրերից, անկախ ժամանակային, այդ ամենը հեսա կանդրադառնանք այդ հարցին, բայց պետք է ունենալ ցուցում եւ հետազոտությունները կազմակերպեն բացառապես ցուցումով եւ նշանակված լինեն նեղ մասնագետի կողմից, որովհետեւ լաբորատոր հետազոտություն նշանակելը դա մի քայլ է, իսկ լաբորատոր հետազոտություն մեկնաբանելը դա այլ խնդիր է։ Եվ մեկնաբանության մեջ հեսա հորմոններին արդեն քիչ-քիչ մոտենում են, ես հերվից սկսեցի։ Հորմոնալ անալիզների մեջ կարող եք նայել առաջին հայացքից բոլորը համապատասխան լինեն կողքի նորմատիվներին տված եւ մարդը նայում է Google-ը, ChatGPT-ին, ասում ենք ամեն ինչ նորմալ է, բայց հորմոնների մեջ բայց կապ ունի իրանց փոխհարաբերությունը։ Երկու նորմայի մեջ գտնվող թվեր կարող են իրար փոխհարաբերությամբ լինեն որոշակի նորմատիվից բարձր, ցածր եւ դա մեզ արդեն ախտորոշման է բերում, մինչեւ առ պոլիկիստոզ։ Այսինքն կարող են լինել նորմալ, բայց փոխհարաբերությունը նույնը վերաբերվում է նախակլիմակտերիկ փոփոխության։ Մենք նայում ենք երկու ցուցանիշ տարիքային նորմայի սահմաններում են, սակայն իրար փոխհարաբերությամբ մենք արդեն տեսնում ենք կլիմակտերիկ ժամանակահատվածի մոտեցումը տարիքային խումբը արդեն կնոջ միգուցե եւ ավելի երիտասարդ է, բայց փոփոխությունները կան։ Հենց որ նշանակել հետազոտությունը պետք է պարտադիր թողնել այդ քայլը բժշկին, նեղ մասնագետին իդեպ, որպեսզի հենց նույն նեղ մասնագետը, ով նշանակել է այդ հետազոտությունը, տա մեկնաբանությունը եւ համապատասխան հետագա խորհուրդները եւ բուժումը։ Որովհետեւ շատ հաճախ լինում են, չէ՞, որոշակի տոներից առաջ ակցիաներ, զեղչեր, մենք էլ սիրում ենք այդպիսի ակցիաներից օգտվել, գնում հանձնում ենք անալիզներ ու հետո սկսում ենք մտածել, թե արժեր կամ չարժեր, կամ էլ ավելի վատ տարբերակով, ավելի վատ տարբերակը, ձեր ասած նայում ենք համացանցին նորմալ է ամեն, սկսում ենք հանգիստ մնալ, այնինչ որոշակի process-ներ են կատարվում օրգանիզմում, որոնք կարող էին ավելի շուտ ախտորոշվել։ Այդ ժամանակահատվածում է հիմնականում, երբ որ գնում են հետազոտման եւ ուղղակի հանձնում են ունեք մի հատ էստրադիոլա հանձնած լինում, մի հատ FSG հանձնած, որը ընդհանրապես ինֆորմատիվ չի, որպես բազային տվյալ ընդունել դա չես կարող։ Որ խորհրդակցելու հիման վրա արդեն ստեղծում ենք հետազոտման պլանը։ Վերադառնանք հորմոններին, երևի թե ամենահետաքրքիրը։ Հորմոնալ անալիզները կնոջ վերաբերյալ եմ ես իհարկե ասում, պարտադիր պետք է հանձնել հաշվի առնելով դաշտանային ցիկլի օրը։ Մենք ստուգում ենք կնոջը հորմոնալ անալիզներ, այսինքն արյուն ենք վերցնում եւ կատարում հորմոնալ ստուգումներ։ Դաշտանային ցիկլի առաջին օրվանից հաշված 3-րդ կամ 5-րդ օրը։ Սա շատ մեծ պրինցիպիալ նշանակություն ունի։ Հետագայում ֆոնը փոխվում է եւ եթե հանձնած է լինում այլ օր, պետք է նկատի ունենալ դաշտանային ցիկլի ֆազան։ Դա պարտադիր է։ Այդ օրը հանձնելուց մենք ունենում ենք բազային տվյալներ, որովհետև դաշտանային ցիկլը դա ցիկլիկ բնույթ ունեցող process է կնոջ օրգանիզմում, որը ամբողջովին կառավարվում եւ դրսեւորվում է հորմոնալ ֆոնի փոփոխությամբ։ Փոխվում են հորմոնները, կնոջ օրգանիզմում կատարվում են փոփոխություններ, ծվարաններում մեծանում է ֆոլիկուլ, արտադրում է համապատասխան հորմոն, փոխվում է լորձաթաղանթի հաստացումը, բավականին բարդ process է տեղի ունենում եւ այդտեղ ներգրավված են ծվարանները, հիպոֆիզ, հիպոթալամուս, մակերիկամներ, կոմպլեքս երևույթ է, ոչ թե միայն ծվարաններն են աշխատում եւ այդ 3-րդ, 5-րդ օրը, երբ որ մենք ասում ենք, դա հենց նես չի, դա ուղղակի բազային տվյալն է, որ մենք ստանում ենք։ Հետագայում արդեն տեսանելի է դառնում պատկերը։ Կան հորմոններ, որոնց մենք հնարավոր է եւ կրկնենք։ Շատը դա լինում է պրոլակտինի վերաբերյալ, որտեղ ինքը շատ արագ փոփոխվող հորմոն է, շատ նուրբ է իր փոփոխման եղանակները, այսինքն ջղայնանալ, հուզվել եւ ուրախությունը որպես ստրես, եթե դիտարկենք, ցանկացած փոփոխություն բերում է տարբերակներ ունենք, որ ինքը շատ մեծ տատանումներ լինեն պատասխանի մեջ։ Մենք նորից ենք ստուգում, դա արդեն 16-21-րդ օրն են, դա էլ ուղակի թվեր չեն։ Առաջին օրվանից հաշված ենք բոլոր թվերը դիտարկում եւ ստուգում ենք, որ հասկանանք միջին իրա թիվը, որտեղ մեկ անգամ բարձր պրոլակտինի պարագայում ոչ մի անգամ հորմոնալ բուժում չի նշանակվում։ Ինքը պարտադիր պետք է դիտարկվի դինամիկա։ Պրոլակտինի հետ կապված էլի ունենք նրբություններ, բայց երբ որ ես պացիենտներին ասում եմ նախորդ օրը չճղայնանալ, ստրես չլինի, դա մի քիչ նույնը իրանց մոտ է ռեակցիան, ես էլ ճիշտ ասած չեմ կարողանում շատ լուրջ դա ասել, դեռ չես կարող։ Նույնիսկ եթե ունեք տրանսպորտով գնաց, այդ ամեն ինչ արդեն բավական է հասնել մինչև լաբորատորիա։ Մինչև հասնելը, դա երեկոյան էլ կարող է, մինչև տուն հասնելը եւ նորից վերադառնալ մեծ քանակով ստրեսներ են, բայց մեզ միևնույնն է պետք է միջինացված ցուցանիշը, դա կարողանում ենք հասնել եւ եթե լինում է մեկը բարձր կամ նույնիսկ նորմայի վերին սահմանին բարձր,
Իդեպ դա մենակ պրոլակտինին չի վերաբերվում, այլ բոլոր հորմոններին մենք էլի պետք է ուշադրության կենտրոնում պահենք դա։ Թե վանաձև գեղձի պարագայում ՏՏԳ-ն լինում է վերին սահման, պացիենտին հարցնում ես երբեք հանձնես, 6 ամիս առաջ նորմալ էր, նորմալ եթե 4 մի փոքր ավել, ինքը 3-9 համարում է նորմալ։ Դա իհարկե չի կարելի։ Պետք է դինամիկ հսկողություն, պետք է նաև էնդոկրինոլոգի խորհրդատվություն կանխել եւ չսպասել, երբ է զարգանում հիվանդությունը։ Հորմոնների պարագայում նուրբ այդ նյուանսները կան, նույնը, որ պետք է լինել առավոտը, ցանկալի է որ քաղցած լինի անձնավորությունը, այդ բոլորը բժիշկը ասում է խորհրդատվության ժամանակ, այսինքն երբ տալիս է ցուցում, ինչ հորմոններ ստուգել, որովհետև բոլորը ստուգել, դες նախադասություն էլ է լինում, բժշկության սաղ ստուգենք։ Մերևից ներքև պրայսը շատ մեծ հնարավորություններ ունենք լաբորատորիայում, բայց հետո պետք է հասկանալ ինչու ենք ստուգում եւ ինչ նպատակով եւ ինչ ենք փնտրում ստուգելու ընթացքում։ Այդ իսկ պատճառով բոլոր այդ նուրբ հարցերը բժիշկը ձեզ բացատրում է խորհրդատվության ժամանակ, հստակ տալիս է պլանը եւ ամենակարևորը նաեւ ծանոթանում ենք անամնեզին պացիենտի։ Դե զուգահեռ մեր լրացնում են, չէ՞, մեկը մյուսին։ Իհարկե, որովհետեւ օրինակ հենց այսօր ունեի դեպք, աղջիկը եղբայրը երիտասարդ ունեցել է ինսուլտ, հայրը ունեցել է ինսուլտ, то есть սիրտանոթային համակարգը, արյան համակարգը գենետիկ գալիս է հավանաբար որոշ խնդիրներով։ Իր մոտ դաշտանային ցիկլը շատ առատ է մակարդուկներով եւ այլն, այսինքն ոնց ի նկատի չունենաս, որ ունենք նման խնդիր։ Առաջին հայացքից ինչ կապ ունի գինեկոլոգը պացիենտի բայց երբ որ հարցնում ես ինչ ժառանգական, արդեն պացիենտը պետք է ներկայացնի, որտեղ դա մեզ պետք է զուտ ինֆորմացիայի համար։ Եթե դա կա, ուրեմն վերջ մենք կոագուլոգրաման անպայման անում ենք մակարդելության ցուցանիշները, դեձիմեր, հոմոցիտ, այդ ամբողջը արդեն գալիս է տեսադաշտ։ Այսինքն այստեղ բժիշկը պարզապես զուտ հետաքրքրությունից չի, որ որոշակի հարցեր է տալիս։ Շատ հաճախ եմ ես լսում օրինակ, որ այնքան հարց տվեցին, ասում եմ, սա արդեն իսկ բժշկի ինձ համար գոնե պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, որ ամբողջ հարցը, խնդիրը, երևույթը նայում է բոլոր տեսակյուններից, որովհետև ի վերջո մեր օրգանիզմը նվագախումբ է եւ որևէ օրգան համակարգի սխալ աշխատանքը չի կարող եւ հնարավոր է, չէ, որ չթողնի հետևանք մնացածի վրա։ Միանշանակ եւ ես էլ եմ զգում հայացքներից, մեկ որ հարցեր եմ տալիս ու զգում եմ, որ արդեն բացատրում եմ ինչի։ Դա ոչ անձնական հետաքրքրություն է, նույնիսկ երբ հարցում ես մասնագիտություն, այսինքն ինձ որպես գինեկոլոգի հետաքրքրական նստակյացա կյանք, այսինքն փոքր կոնքի օրգանները ինչքանով են արյան լծված են զուտ նստակյաց կյանքի հետևանքով, թե կա էլի ինչ որ այլ ֆակտոր նորից անոթային է։ Զգում եմ հայացքը եթե փոխվում անձնականի վերաբերյալ, դա մեր համար զուտ ինֆորմացիա, փաստ։ Այսինքն լսում ենք փաստը եւ հետո մոռանում ենք այդ փաստը, բայց ինքը ֆիքսվում է որպես անամնեզի, որպես ժառանգական անամնեզ, այո, ուղղորդող եւ շատ հաճախ դա լինում է շատ կարեւոր, որովհետեւ հենց այդտեղից շարժվում ենք առաջ, շատ հաճախ լինում են ական է, կարունահոսումը, հորմոնները նորմալ, սոնոյով այդ արտահայտությունն էլ է շատ հաճախ սոնոն արել են ինձ էլ պետք չի անել, ամեն ինչ նորմալ է։ Միգուցե նորմալ է, բայց մենք ունենք արյան համակարգի խնդիր եւ ուղղակի չի մակարդվում արյունը։ Դա արդեն մենք գեմատոլոգների հետ ենք միասին աշխատում։ Դա շատ կարեւոր է։ Իսկ այս ամենը անելու համար կինը գալիս արյունահոսելով, դու ստուգում ես լրիվ ուրիշ ոչ հորմոնալ ստուգումներ ես անում այդ պահին, ոչ դու ստուգում ես կոնկրետ նեղ մասնագիտացված արյունաբանական մի քանի հիմնական ցուցանիշ։ Դեպ դա էլ ասեմ պետք է տարածվել, որովհետև սյուժը նեղ մասնագետը պետք է աշխատի, բայց հիմնական ցուցանիշը պետք է արագ ստանալ, իսկ լաբորատորիան մեր աշխատումը շատ արագ, շատ որակյալ եւ արագ, այսինքն հանձնելուց բուկվալն ժամերի խնդիր է։ Մենք ստանում ենք պատասխան եւ կարանք արդեն պացիենտին ուղղորդել։ Եթե ցերեկվա ժամ մոտենում առավոտը ցերեկը մենք մինչեւ օրվա կեսօր եւ երկրորդ կես արդեն կարողանում ենք ուղղորդել պացիենտին արդեն նեղ մասնագետի մոտ եւ իհարկե ճիշտ կանգնացնել արյունահոսությունը։ Դա չի նշանակում որ ամեն երկրորդ կնոջ մոտ ենք հանդիպում, բայց 10-ից 2-3-ին այս պարագայում պրակտիկորեն հանդիպում է արյան պաթոլոգիաներով։ Եվ դեպքում ոչ թե գինեկոլոգն է առաջին քայլը անում, այլ գեմատոլոգը։ Դա շատ կարևոր է։ Իսկ մինչև չխոսեմ պացիենտի հետ, մինչև նա չներկայացնի, կարևոր են այնքան նուրբ հարցեր, արյան գույնը, քանակը, մակարդուկի առկայությունը, այդ ամեն ինչը, ցավերի առկայությունը եւ իհարկե սոնոգրաֆիկ պատկերը համադրում ենք անամնեզ խորհրդատվության ամբողջ ընթացքում լսված ինֆորմացիան, գործիքային հետազոտություն եւ լաբորատոր ցուցումներ։ Նոր ստանում են կոմպլեքս այն ինչ ուզում ենք ու էլի բերում ենք մինիմալ ծախսեր, այսինքն պետք է բոլորը հանձնել, որ գտնենք մի հատ ցուցանիշ կամ գտնելով այդ ցուցանիշը խախտման պետք է զուգահեռ ստուգել մյուսներ, որտեղ դա բարձր որ լինելու է շեղված, արդեն պետք է ուղղորդել նեղ մասնագետի մոտ։
Այս շատ կարևոր երևույթ նշեցիք, որ իսկապես մենք ես որպես չմասնագետ, բժշկական կրթություն չունեցող մարդ, երբեմն հասկանում եմ, որ եթե սա խախտված է, միանշանակ սրանից դուրս եկող մնացածներ կարող են ունենալ խախտում եւ այս ամեն ինչը նորից հետազոտել, երկու այդքան էլ լավ բաներ չասող երևույթներ են բժշկի մասին, այնպես որ պացիենտը ֆինանսային գտնվում է այդ պահին շատ լարված ծանր վիճակում, հոգեբանորեն չենք խոսում։ Հոգեբանորեն, այո, եւ երկրորդ քայլը, որ ուղղորդում ես նեղ մասնագետի, ես հասկանում եմ այդ նեղ մասնագետին, ինքը ասում է, այ հիմա պետք է անենք այս քայլերը, միգուցե կրկնվելով նախորդը արդեն ի նկատի ունենալով որոշ նախապայմաններ, նույն էնդոկրինոլոգիան, եթե մենք ասում ենք մոտեցեք առավոտյան քաղցած հանձնեք այս անալիզները, էնդոկրինոլոգը արդեն դինամիկայում է դա հանձնում, ասում է շաքար օգտագործել այս քանակով նորից հանձնել, այսինքն գնում է նեղ մասնագիտացված մոտեցում, եւ դա իրար հետ խառնել ու ամեն ինչը ստուգել սխալ է։ Ключевой կարևոր բաները ստուգում ենք, եթե խնդիրը կա, նեղ մասնագետը շարունակում է։ Կարևորը ստանալ ախտորոշում։ Այստեղ ամենակարևորն է։ Երբեմն նաև ասում են, որ ես հետևում եմ իմ առողջությանը, տարին 2 անգամ անպայման անալիզներ եմ հանձնում, ամեն ինչ նորմալ է, ես կարող եմ հանգիստ ապրել։ Այստեղ ուզում եմ ձեր նշածը որպես լրացում բերել, որ միայն անալիզներ հանձնելով եւ դրանց պարզապես թվերին նայելով, ու շատ հաճախ նաև ինձ համար անընդունելի է, երբ նշվում է նորման կողքին պատասխանների, որովհետեւ սա իսկապես դնում է պացիենտին արդեն անորոշության մեջ, նաև շեղում է ճիշտ ճանապարհից, դե նայում են, համեմատում են եւ սրանով կորցնում ենք ինձ համար ամենակարևորը ժամանակը, որտեվ երբեմն կան խնդիրներ, որոնց դեպքում ժամանակն իսկապես որոշիչ է լինում։ Բոլոր խնդիրների պարագայում դեք նորման չգրել չենք կարող, որովհետև նորման դա կախված է գործիքներից, կախված է ռեակտիվներից, սարքավորումներից, որոնք օգտագործվում են, նորման պետք է լինի։ Ուղղակի մարդը պետք է գիտակցի, որ այդ նորման իր համար չի, այո, պետք է թողնել մեկնաբանությունը թողել մասնագետին, որտեղ շատ օրինակներ կան իրականում փոխհարաբերությունը, ցուցանիշների տվյալները կարող եք տեսնել արյան ընդհանուր անալիզի տվյալներ, որտեղ 0.1-0.2-ի տարբերություն է տալիս, բայց եթե նայեք անալիզի պատկերին, ամբողջովին հիմա ժամանակակից լաբորատորիաները իրենք նշում են։ Բացի նրանից, որ նորմատիվ կա, նաև նշվում է կամ գույնով, կամ որևիցե նշանա, որ գույնային հիմնական փոփոխությունը պացիենտը նայում է իր բլանկին, տեսնում ամբողջը, նայած որ լաբորատորիան կամ գույնը փոխված է սեռի կարմիր դեղին ինչ-որ տարբերակով եւ վատանում է։ Մենք երկու հարց բարձվում է վիրուսից նորալավացել, այդ չնչին տարբերությունը մենք ուղղակի նշանակումներ ենք անում եւ նորից ստուգում ենք։ Դա էլի թերապևտի պոզիցիան է։ Գինեկոլոգիայում դա ավելի շատ իհարկե ինֆեկցիաների, վիրուսների հետ է կապված, Բելի վերջի օրինակներից բերեմ Femafloskrin-ը ամենալայն սպეციფիկ հետազոտություններից մեկն է քսուկի, երբ որ մենք 13 ցուցանիշի հստակ տվյալ ենք ունենում ներառյալ թվային ցուցանիշ։ Այսինքն հարաբերական պաթոգեններ, հեշտոցը ստիրել չի լինում երբեք, հարաբերական պաթոգեններ, որոնք կարող են եւ լինում են պարտադիր, դա սունկնագարդներալան կարող է լինել ուռեոպլազման հարաբերական ցուցանիշը, որը ընդհանրապես չի վերանում, то есть մենք բուժման ընթացքում ծիտերը իջացնում ենք, բայց ինքը կարող է շարունակել ապրել եւ բուժման ենթակա է, եթե հստակ ցուցանիշից բարձր է։ Այստեղ մեզ պետք են այդ նորմատիվները լաբորատորիայի կողմից տրված։ Եվ պացիենտը երբ որ վերցնում այդ բլանկը, տեսնում է գարդներոլայի կողքին կարմիր երկար գիծ է գնում, ուռեոպլազման կարմիր երկար գիծ է, ներթվանի կարիքին արդեն, զանգում է դոկտոր, վсё, կամ բաժանվում ենք, կամ ես արդեն, բայց վերնայումից մարդը փաստացի դիսբիոզա հեշտոցի ինքը շատ մոտ է իր որպես գաղափար դիսբակտերիոզի, այսինքն հիվանդություն չի, դա միկրոֆլորայի խախտումն է, որը շատ հեշտ կարգավորում ենք։ Բայց պանիկան լինում է բավականին բարձր։ Այդ մեկնաբանություններով զբաղվել պետք չի։ Պրոստը թողեք բժշկին։ Նույնիսկ պացիենտներ կան, որ ասում են չենք նայել, կնայեք, ասեք, այդ ամենաճիշտ տարբերակն է։ Այնտեղ երբ որ իրենք են նայում, հետո սկզբից մի հատ հոգեպես էս իրենց կարգավորում, որ ամեն ինչ բուժվող է, այդ ստուգումների մեջ չկա նենց հիվանդություն, որ շտկում մահացու է։ Հենց որ դա արդեն իսկ վախենալու չի։ Կարող ենք շտկել, կարող ենք կարգավորել եւ վախենալու այդ ֆակտորով ընդհանրապես ոչ մի բան չունենք։ Եվ նույնը կայում հակառակը ասեմ։ Մի քանի օր առաջ էր պացիենտ, ոչ մի բան, նույն Femafloskrin-ում մենք ոչ մի բան նշած չունենք։ Նույնիսկ ինքը ցուցադրեց մեզ նաեւ լակտոբակտերիան, то есть տեղային իմունիտետի վիճակը։ Նույնիսկ դա զրոյական։ Առաջի հայացքից պացիենտը իդեալական թող։ Հա, առաջինը ինքը ինձ զանգեց, դոկտոր ջան, ամեն ինչ լավ է։ Ну, ոնց ասես, որ չէ, մենք ունենք խնդիր, որը պետք է հակառակը, ոչ թե բուժել, այլ բերել նորմալ միկրոֆլորայի, դեռ նորմացնոց չունենք։
պետք է թողել մասնագետին։ Թողեք մենք աշխատենք, նույնիսկ համաձայն ենք, ոչ աշխատենք, խորհուրդ տանք։ Չէ, աշխատենք, ես նկատի ունեմ, մեր գործն անենք։ Չենք ծանրացնի։ Դա հիմնական շատ թեթև բարձ հարցեր են, որոնք կարելի է նույնիսկ հեռակա հետ, արդեն առաջնային խորհրդատվությունը անցել է, նորից գալ, նորից գնալ, ինչ որ ստրեսային եւ ֆինանսային ծանրաբեռնվածություն չի լինում, բայց պրոստը հարցնեն, մենք ասենք ու վերջ դրանով։ Ուզում եմ այդ պիտանելիության ժամկետի մասին խոսենք, ինչքան ժամանակ կարող է բժիշկը որոշակի հետազոտությունների արդյունքով բուժում նշանակել, դրանք որքան են, որ արդիական են եւ որոշիչ են կամ ինչ որ բան ասող են։ Դա շատ հարաբերական թիվ է, ամսաթիվ, եթե նշենք, տարեթիվ, ամիսների եւ օրերի քանակ, որովհետեւ եթե մենք դիտարկենք հորմոնալ ստուգումները, ուստեղ հարցականգնում ինչ նպատակով։ Իրականում դուք շատ ճիշտ ասեք, այնքան հարց տվեց, դա շատ արդիական է, որովհետեւ ինչի համար ենք ստուգում։ Հորմոնները եթե ստուգել եք անցյալ տարի, հավանաբար եղել է խնդիր։ Ոչ մեկ ուղղակի չի ստուգում։ Եթե ուղղակի եք ստուգում, այսպես հարցերը գնում իրար։ Եթե դա ուղղակի ստուգված հորմոններ է, այդ դեպքում հասկանանք այս պահին ինչ խնդիր ունեք եւ եթե խնդիր չկա, կարող ենք չստուգել։ Բայց եթե խնդիր կա, խնդրի բնույթը, ինչի հետ է կապված, ինչ բնույթի խախտման հետ է կապված եւ ըստ դրա արդեն նշանակենք նոր անալիզները։ Իհարկե ըստ գանգատի։ Այսինքն երբ որ առաջանում է գանգատը, մենք չենք կարող նույնիսկ 2-3 ամիս առաջ հանձնած անալիզը ընդունել որպես հիմք։ Եթե 1 տարի առաջ նորմալ էր, բայց հիմա մարդը նյարդային ֆոնն է փոխվել, ձեռքերում դող ունի, գիշերը չի քնում, անցյալ տարվա ՏՏԳ-ն ընդունել որպես նորմալ, ասել մեզ էլ էնդոկրինոլոգ պետք չի, ես իրավունք չունեմ։ Մենք պետք է դա նորից կրկնենք։ Նույնը հորմոններին է կանանց վերաբերվում բոլոր։ Նույն անտիմյուլլերը, որը ցույց է տալիս պաշարը, որ հանձնում են, դա փոխվում է ամիսների կտրվածքով, տարիքային խմբից կախված։ Նույն պրոլակտինը ընդհանրապես, նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով մենք հիմք ընդունել չենք կարող։ Բուժման ընթացքում հանձնում ենք անընդհատ, պարտադիր պացիենտը հանձնում է, ստուգում ենք, որ կտեսնենք տատանումները։ Ինֆեկցիաների, վիրուսների հետ կապված ավելի նուրբ է։ Եթե կինը կասկածում է, որ հնարավոր է չպաշտպանված սեռական ակտ է եղել եւ հնարավոր է որևիցե ինֆեկցիոն պրոցեսի առկայություն, ապա մինիմում պետք է անցնի 21 օր, որ մենք կարողանանք ստուգել եւ հայտնաբերել։ Եթե հաջորդ օրը ինքը գալիս է, ես ոչ մի հետազոտություն չեմ անում։ Մաքսիմալ կարելի է զուտ միկրոֆլորան նայել, բայց դա էլ ինֆորմատիվ չի, մենք սպասում ենք այդ 21 օրը, նույնիսկ մի փոքր ավել եւ ստուգում ենք, որ ունենանք հստակ պատասխան, որտեղ գոյություն ունի ինկուբացիոն շրջան։ Նույնը վերաբերում է հետ բուժական շրջանին, բուժումը ավարտելուց հետո նույնպես, եթե այսօր վերջի մոմիկներ վաղը գալիս է անալիզը, այդ անալիզը չի արվում պարտադիր, մենք նորից սպասում ենք, կախված ինչ ենք բուժել 14 կամ 21 օր, որ նոր վերահանձնենք։ Այդ նյուանսները շատ կարևոր են, ինչու հասա մինչև քսուկներ, բոլորը հարաբերական է, կախված ինչ ունենք բազային։ Եթե սկզբնական ուղղակի պրովզնումը արվել, իհարկե 1 տարի հետո կրկնենք, բայց եթե մարդը դիմում է ավելի շուտ, ուրեմն իրավիճակը փոխվել է, ուրեմն կա գանգատը արդեն ցուցում է։ Եվ վերջերս ամփոփելով եթե լինենք, պետք է հաշվի առնենք, որ այդ լաբորատոր քննության կողքին գրված թվերը, նշանները, անունները, գունավորումները, այս ամեն ինչը հասկանալու համար, այս ամեն ինչը մեկնաբանելու համար մասնագետը միջինացված թվով եթե նայենք 7-8 տարի սովորում է, որպեսզի այս ամենը հասկանա եւ այս ամենին դա իսկապես բժշկագիտական եւ ապացուցողական պատասխաններ, հա, եւ ընդամենը 1 կամ 2 հոդված կարդալով կամ 1 կամ 2 Google-ում ինչ-որ բան նայելով հաստատ չենք կարողանա ճիշտ եւ գրագետ որակավորում տալ, ել չեմ ասում բուժման մասին, որ վստահ եմ նաեւ այդպես է լինում, կարդում են թվերը, մտածում են, որ սա այս հիվանդության ժամանակ օգտագործվում են այս մոմիկները, վերջ կարող ենք արդեն բժշկի չգնալ, ինչի պետք բժիշկը հեշտ է շատ։ Մեկ պացիենտ ունեմ վերջի անգամ որակավ, ասեց ես էլ Google-ում բան չեմ նայում, չնասած ուրախացա, մինչև երկրորդ նախադասությունը հնչեց, ChatGPT-ին եմ հարցնում։ Բայց ասում եմ, իսկ միգուցե դա էլ չանեք, չի ասում ինքը ավելի խելացի է, հետո ասում է գնա բժշկի։ Վերջի տողում միշտ նշվում է։ Էլի շնորհակալ ենք, որ գոնե վերջում սա նշվում է, որովհետև շատ շատերը կարող են ուղղակի սկզբնական մտածել սրա մասին։ Բայց դա շատ կարևոր է, իրականում շատ կարևոր է, որովհետև մեկնաբանությունը մենք չենք տալիս զուտ ելնելով թվերի վրա, համադրություն է լինում կլինիկայի, պարտադիր գործիքային հետազոտության։ Տարիքի, մաշկի գույնի, այստեղ այնքան շատ կարևոր դետալներ կան։ Իհարկե, չեմ կարող դիտարկել կլիմակտերիկ տարիքի կնոջը եւ երիտասարդ ռեպրոդուկտիվ տարիքային խումբը, նույն հորմոնալ անալիզները եւ նույն այն ինչ որ ես երկար բացատրում եմ 3-րդ, 5-րդ օր եւ այլն կլիմակտերիկ շրջանում լրիվ փոխվում է։
Ընդհանրապես այլ կերպ է հանձնվում եւ այլ ցուցանիշներ են նկատի ունեմ, այլ նորմատիվներ են նկատի։ Նաև ուղեկցող հիվանդություններ, այստեղ շատ կարևոր ֆակտորներ կան, որոնց պետք է ուշադիր լինել։ Շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ կարողացանք մեզ այս պահին դիտող յուրաքանչյուր կարևոր չի հա կինթ հետագամարդ յուրաքանչյուր մարդու ուղղորդել, որ եթե դուք ուզում եք իսկապես լինել առողջ եւ հետեւում եք ձեր առողջությանը, շատ լավ է, որ դուք հանձնում եք լաբորատոր հետազոտություններ, բայց եւ այնպես էլ պետք չէ անցնելու հետ մեկտեղ մոռանալ, որ կան մասնագետներ, բժիշկներ, ովքեր պիտի իրենք ասեն, թե ուր գնալ, ինչ հանձնել, երբ հանձնել եւ որտեղ հանձնել, որտեղ ասելով նկատի չունեմ նշել որոշակի լաբորատոր կենտրոններ, այլ պարզապես այլ ֆակտորներ, եւ ինչ հիմնականում։ Այո։ Շնորհակալ եմ շատ, ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Օրհուղջյանն էր։ Մենք հանդիպելու ենք նաև մյուս շաբաթ, ցտեսություն։